2026 թվականի ֆինանսական փաստաթղթի քննարկումներն այս շաբաթ ևս շարունակվեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։ Հաջորդ տարվա բյուջեի առանցքում են սոցիալական, անվտանգային, կրթական, գիտատեխնիկական, առողջապահական ուղղություններն ու առկա մարտահրավերներին արձագանքող լուծումները։ Անցնող օրերին падգամավորներին ներկայացվեցին ընթացիկ տնտեսական զարգացումները, 2026-ի պլանավորված միջոցառումներն ու պետական բյուջեի հիմնական ցուցանիշները։ Մինչ թվերին անդրադառնալը ֆինանսների նախարարը նախ մատնանշեց 26-ի թվային առանձնահատկությունները։ Առաջին փոփոխությունը նա է, որ միջնաժամկետ ծախսային շրջանակը մենք հաստատել ենք 5 տարով, ոչ թե 3 տարով, ինչը իրականացնում էինք նախկինում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի դիտարկմամբ 26-ի բյուջեի հաջորդ առանձնահատկությունը հետևյալն է։ Հիմա մենք ներկայացնում ու քննարկում ենք եռամյա բյուջե, այսինքն ոչ միայն 2026 թվականի անելիքներն ենք փորձում հասկանալ ու ծախսային հոդվածները, այլև ավելի երկար ժամանակի համար ենք դիտարկում, 3 տարվա համար եւ կանխատեսումներն 26, 27, 28 թվականի համար են։ Ու ֆինանսների նախարարությունը արդեն ներկայացնում է ոչ միայն թե հաջորդ տարի տնտեսական աճը ինչքան կլինի եւ դրան համապատասխան հարկային մուտքերը, ծախսերը, այլև ներկայացնում է նաեւ հաջորդ 2 տարիների իրենց պատկերացած շրջանակը։ Եթե ներկայացվի պարզ համեմատականով, ապա 2026-ի բյուջեն 25-ից տարբերվում է չափերով, տարբերվում է թե ծախսերի, թե եկամուտների մասով։ Այս պահին եկող տարվա բյուջեի մեծությունը 3.6 տրիլիոն դրամ է, այսինքն մեր բյուջեն ծախսային մասով կարելի ասել մոտեցել է 10 միլիարդ դոլարի սահմանագծին, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է։ Ծախսային հատվածում առանձնակի տեղ է հատկացված տնտեսական ու սոցիալական ոլորտներին, նշյալ ուղղություններով կապիտալ ծախսերը 22%-ով կգերազանցեն 25-ի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այն բոլոր ծրագրերը եւ բոլոր նախաձեռնությունները, որոնց մասին այս ընթացքում խոսվում է, իրենց արտացոլումն են գտել բյուջեում, այդ թվում ակադեմիական քաղաքի, առողջության ապահովագրության ու մնացած ուղղություններով։ 26 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 եւ 803 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերի 43%-ը 2026-ին կուղղվի պաշտպանական ոլորտին, այստեղ կան որոշակի կրճատումներ։ Կարևորը որ բանակի անելիքները այդ բյուջեի թեթևակի կրճատման արդյունքում չեն նվազում եւ այն խնդիրները, որոնք դրված են պաշտպանության ոլորտի առաջ, լուծվում են։ Ես թվեր չեմ ուզում հնչեցնել, ես կարող եմ ասել, որ բյուջեն համահունչ է մեր նպատակներին, այսինքն ծախսային մասը, երբ որ շարժվում է, որ նա չի անպատասխանում անցյալ տարվա թվերին, ասեմ, որ պարզապես բազմիցս բացատրվել է, թե ինչի է այդպիսի տարբերություն առաջացել, որը չնչին տարբերություն է, կապված այն ծախսային մասը, որ մենք արել ենք 24 թվականին, 25 թվականին, այն ծրագրերը, որոնք ներառված են այնտեղ, հիմա դրանք արդեն այս 25 թվականի բյուջեին սպառազինությանը բերվող մասում չկան, որտեղ մենք 24 թվականին, այնուամենայնիվ բանակի սպառազինության տեսանկյունից բավականին տպավորիչ փոփոխություններ են ենթարկում այն ծրագրին համահունչ, որը մեր նպատակն է ունենալ ժամանակից բանակ։ Ուժային կառույցների համար նախատեսված պետական միջոցները ներդրվելու են զարգացման ծրագրերի, ռեֆորմների ու մատուցվող ծառայությունների արդիականացման ուղղությամբ։ 2026-ին աննախադեպ աճ է գրանցված կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ոլորտների հատկացումներում։ Ավելի քան 1 միլիարդ դոլարի հատկացում է լինելու ոլորտին եւ ես կարող եմ ասել, որ այս հատկացումները եւ ավելացումը հատկապես վերաբերում են նախարարության գրեթե բոլոր ոլորտներին։ Ծախսերի առանցքում են ուսուցիչների կամավոր ատեստավորմամբ բարձրացվող աշխատավարձերը, սպորտային ենթակառուցվածքների համաչափ զարգացումը, անվանի մարզիկների անուններով Հայաստանի տարբեր մարզերում կառուցվող մարզապալատները։ Հաջորդ տարի տրամաբանական ավարտին կհասնի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը։ Կարևոր շեշտադրումը դրված է նրա վրա, որ այդ բոլոր դպրոցներում պետք է հին որևէ գույք չլինի։ Կառավարությունը հաստատեց մեկ այլ նախագիծ եւ բյուջեով էլ նույնպես 26 թվականին նախատեսված է մի քանի միլիոն դոլար արժողությամբ գույքը 2026 թվականին, ինչպես եւ խոստացվել էր, կլինեն մեր նորակառույց դպրոցներում եւ նորակառույց մանկապարտեզներում։
Կառավարությունը վերանայել է կենսաթոշակառուների գնումներից գոյացող հետվճարը նախկին 10-ի փոխարեն կսահմանվի 20%։ Հետվճարների համակարգից 2026-ից կօգտվեն նաև անկանխիկ եղանակով գնում կատարած այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են առկա քարտի քարտապաններ, հետվճարը կլինի 2%։ Բյուջետային ծախսերի առանցքում են հյուսիս-հարավ ճանապարհը եւ սոցիալական ծախսերը տարբեր ուղղություններով։ Տարեցտարի սոցիոբյուջեն ավելանում է, բայց այս ավելացումները ցավոք սրտի չեն բերում նոր ծառայությունների ավելացում, որովհետև մենք ունենում ենք նաև բնական աճ կենսաթոշակառուների թվի, նպաստառուների թվի, բայց կան որոշակի դրական փոփոխություններ այն առումով, որ օրինակ անձնական օգնականի ինստիտուտը կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրվող ծառայությունների գումարները 26-27 թվականների համար նախատեսում ենք որոշ դեպքերում նաև կրկնակի ավելացնել։ Արդյունքում 26 թվականի տնտեսական եւ սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կազմեն ՀՆԱ-ի 3.4%-ը, իսկ 27-28 թվականին 3.2 եւ 3.6%-ը։ Հատկացումներից անմասն չեն ներկայացուցչական ու մեր երկրի միջազգային հեղինակավոր միջոցառումների իրականացման ուղղված ծախսերը։ 26-ի մայիսին Երևանում կկայանան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը եւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Իսկ հարկեր հնահարաբերակցության մասով կանխատեսումները հետեւյալն է։ 25 թվականին հարկեր հնահարաբերակցությունը նախատեսում է ավելացնել 1%-ային կետով եւ եթե չեմ սխալվում 0.4%-ային կետով էլ հաջորդ տարվա բյուջեով է նախատեսում, ինչը շատ կարեւոր է, իհարկե դա չի նշանակում, որ մեր տնտեսությունում ստվերի մակարդակը 0-ի է հասնում, բայց սա նորմալ պրակտիկա է, ոչ մի երկրում տնտեսության մեջ ստվերի 0% մակարդակ չկա ու այդ ճեղքը կամ պոտենցիալը, որ ավելի շատ հարկեր հավաքեն, կարող է այնքան մեծ վարչարություն պահանջի, որ դրա իմաստը ընդհանրապես չլինի։ Ցանկալի թիրախին հասնելու համար Թունյանը կարևորում է օրինապահ հարկ վճարողների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծելը։ Պատգամավորի դիտարկմամբ բյուջեի նախագծով շարունակելու է նվազել պետական պարտք հնահարաբերակցությունը։ Եկող տարի, եթե չեմ սխալվում, մենք 54%-ի շրջանակներին ենք լինելու եւ դրան հաջորդող առաջիկա 3-4 տարիների ընթացքում կամ 2-3 տարիների ընթացքում ֆինանսների նախարարությունը պլանավորում է պետական պարտքի մակարդակը ավելի նվազեցնել եւ հասցնել 50%-ի։ Չնայած այս պահին մենք պետական պարտքի մակարդակի առումով էլի գտնվում ենք նորմալ միջակայքում, բայց նպատակ ունեն պարտքի բեռը մի քիչ ավելի նվազեցնել, որպեսզի մեր հարկաբյուջետային քաղաքականությունը, այսինքն մեր հնարավորությունները ավելի մեծ լինեն եւ ճկուն։ Այս ամենով հանդերձ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը 2026-ի բյուջեն որակում է հավասարակշռված, խելամիտ եւ մեր երկրի առաջնահերթությունները հաշվի առնող փաստաթուղթ։ Բյուջեի նախագծի նախնական քննարկումներն ավարտված են եւ հաջորդ փուլով փաստաթուղթն արդեն ընդունելի առաջարկներով կքննարկվի նիստերի դահլիճում։